Քարտուղարությանը ասեք, կասեմ։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, անընդհատ գտնվում ենք տեղապտույտի մեջ, անընդհատ խոսում ենք նույն թեմաներից, որը համոզված եղեք եւ մեր եւ ձեր ընտրողներին հաստատ չի հետաքրքրում, բայց ամեն դեպքում այստեղ խոսք է գնում ընտրակաշառքների մասին։ Ես իմ նախորդ ելույթներից մեկում ասեցի, ձեր կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ ամբողջությամբ ընտրակաշառքով են այստեղ նստած մարդիկ։ Մի քանի օր հետո, եթե չեմ սխալվում, հայտարարեց 70%։ Սահմանադրական դատարանում ձեր ներկայացուցիչը հայտարարեց, որ ոչ, մենք չենք վիճարկում ընտրության արդյունքները։ Արդեն քանի օր դուք եկել եք, ասում եք ընտրակաշառքով, նախ այդ արդարացման ռեժիմից կարծում եմ պետքա դուրս գալ, որովհետև հիմա կբացատրեմ ինչու։ Հիմա ուղիղ նորից հարց քաղաքական մեծամասնությանը։ Եթե դուք իրականում կարծում եք, որ այստեղ եկել են թեկուզ մի մանդատը մոտարապես 15000 ձայնի խնդիր է։ Եթե համատարածությունը բերում ենք ընդհանուր ընդդիմության մոտարապես 500,000-ի վրա, 15000-ը հաստատ մտնում է, չէ՞ համատարածության մեջ։ Գնացեք, վիճարկեիք ընտրությունները, չեղյալ համարեիք։ Դուք պետք է կողմնորոշվեք, ժողովուրդ, ինչ եք ուզում։ Ասում եք համատարած ընտրակաշառքա, մյուս կողմից ձեր ներկայացուցիչը միջայլոց հասարակ մարդ չի, արդարության նախարարի մասին է խոսքը։ Ասում է, չէ, մենք այդպես խնդիր չունենք։ Երկրորդը, համատարած կալանքների մասով երեք դատավարության էինք մեր նոյեմբերյանի պատասխանատուին մեկ ամիս տնային կալանք տվեցին նրա համար, որ ինչ-որ մի շատ այսպես չէր կարա այդ խնդրանքը կատարվեր, ուղղակի հիմա չբացահայտեմ ստեղ ինչի մասին է խոսքը, ասել է ամսի 7-ը թող անցնի կնայենք, պրոստը բառացի, ամսի 7-ը թե 8-ը անցնի կնայենք, մեկ ամիս տնային կալանք։ Հիմա ես չեմ ուզում, ընդհանրապես անձնական չեմ անդրադառնում, դա չթվա, որ ինձ մեղավոր եմ համարում, չեմ սիրում իմ մասին խոսել, իմ գործընկերները բավականին խոսել են, բայց այդ մասսայական աշխատանքից ազատումները չեք լսում, իսկական չեք տենում անուն-ազգանուններով։ Նորից ցանկանալով անձնական իմ մասին խոսել, իմ ընտանիքում էլ կա տենց։ Մեր համար խնդիր չի, խնդիրը ավելի շատ պետության համար է եւ կրթական ոլորտի։ Չեմ խոսա բնականաբար, բայց իսկական չեք տեսնում։ Ես չեմ հավատում, որ դուք չեք տեսնում։ Ես չեմ հավատում, որ այստեղ նստած 64 падգամավորը շատ կարմիր գծերին վերաբերվող սիրով են ասում այդ խոսքերը, ես չեմ հավատում, ես լավատես եմ, և հավատացած եղեք, դուք էլ ձեր մեջ գիտեք, որ ճիշտ եմ անում, չեմ հավատում։ Եռաբլուրի հետ կապված նախ, եթե շփվել եք մեր հերոսների ծնողների հետ, գերեզմանատուն ոչ ոք չի ասում, այնտեղ գերեզմանատուն չի, ես ընկերներ ունեմ և ձեզ մի ուղիղ բան ասեմ, ինձ համար անձնապես հերոսի ծնողներին, այստեղ հնչեց քաղաքական, չգիտեմ եւ այլ, ճիշտ ասած մարմինս փշաքաղվում է, բայց պետք է ասեմ, քաղաքական առումով որևէ ձևով օգտագործելը անբարոյականության գագաթնակետն է բոլոր առումներով։ Այդ մարդիկ պետք է սերունդ, չգիտեմ, անիծվեն, քրիստոնեական չի անիծվելը։ Այնպես որ ես կարծում եմ հաշվի առնելով, որ քաղաքական իշխանությունը քանի անգամ չի գնացել որոշակի օրերի եռաբլուր, կարող էր այդ օրը ուղղակի այսպես շատ զգայուն նայելով այդ թեմային ուղղակի զիջեր չգնար, բայց ոչ թե այդ տեսարանին ականատես լինեինք։ Հիմա նախ Տիկին Ջուլիակյան ասպատառաբանքս փորձ ունի այդ կրակը հերթեր, որ ասում եք, գոնե չակերտներ դրեք, կամ ասեք ինչի մասին է խոսքը, էլի, ներողություն։ Հա, դրեք, թե չէ տառապանքս փորձ ունի, էլի, մի այդպիսի ձայնագրություններ վերստենք կտրեն, եւս որոշ ժամանակ ստիպված կանցկացնեմ։ Հիմա բերում ենք, հա ջան,
Չէ, դուք ասում եք մենք կրակայերթեր ենք արձակել, կպելա չեմ ճիշտ ասած, լավ։ Մեղքի բան չանեմ։ Ճիշտ ասած, համատարած, գիտեք, շատ դժվար է խոսել։ Հիմա ասենք ձայնագրություններ են, մյուս են։ Այստեղ կա նստած մարդ, անկեղծ իր ամենահարազատի հետ խոսալուց։ Մեր այդ պարզա չեք ընդունելու դա։ Դուք չեք լսել քաղաքում այդ խոսակցությունները, ոնց որ մեր մասին է, այսպես ասած, պրասլուշկա որպես այդպեսին պարզա որ չեր ելնելու։ Այդ որտեղ եք տեսել, որ քաղաքական մեծամասնությունը իր մասին գաղտնալսի պրասլուշկա անի, իմ դեպքից փոքր կտոր ասեմ, ընտրականով Վանեցյանը ձերն էր, թե ձերը չէր, կողմնորոշվեք։ Հաստատ։ Ես ուրիշ բան գիտեի։ Հիմա, չէ, փոքր հատված եմ ասում, չեմ ուզում նորից բան անեմ, տեսեք, երկու հոգի խոսում են իրար հետ, Ղազինյանն էս արեց, այն արեց։ Ես քննիչին ասում եմ, հարգելի քննիչ, դուք ապրիլի 1-ից այդտեղ գաղտնալսում եք, ճիշտ ասում, այո։ Արտաքին դիտում, ներքին դիտում, ճիշտ ասում, այո։ Ասում այո։ Ասում եմ, ես այդ տարածքում եղել եմ 4-ից 5 անգամ։ Ես էլ շատ խոսացող եմ, էլի նես չի որ գնում ձկանպես լուր նստում եմ։ Հանեք բերեք դրանք, ես ինչ եմ խոսացել։ Ասում չկա։ Ասում եմ պիլինգով իմ հեռախոսը չնայած այդ արդեն քանի ամիս է ինձնից լավ գիտեն ես որտեղ եմ եւ ինչ եմ անում, բայց ամեն դեպքում հանեք պիլինգով, տեսեք այդտեղ որ երբ եմ եղել, հո ձեր մոտ պուլտով չի այդ անտերը որ երբ սխմեք զապիսը լինի, երբ այսինքն մտել եմ ներ զապիսն անջատել եք։ Հանեք բերեք։ Տենանք ես ինչ եմ խոսացել այդտեղ։ Ասում չկա։ Չի լինում այդպիսի բան։ Իմ մասին է գործը։ Եվ մի հանգամանք եւս խոսում ենք Ղումաշյան գողարի գործի մասին, ճիշտն ասած, այսպես ճակատագրի հեգնանք անվանենք, թե ինչ անվանենք, մի հայտնի վիդեո կար քաղաքապետի վերաբերյալ, որը տարբեր առումներով շատ քննարկվեց, ես դրա մասին չեմ ուզում խոսել, երբեք անձնական դաշտ չեմ մտնում, բայց այդտեղ նույն մեկին մեկ են, որ ասպոտ տոպտոշտի տենց բանել իմ հետ է եղել։ Նույն մեկին մեկ նույն բաններ։ Ահագին ժամանակվա անցած ծնունդին քաղաքապետը նվեր էր տվել։ Ստեղա որ մենք ձեր օբյեկտիվության մեջ ենք կասկածում։ Ժողովուրդ, եթե գայք ասեի, գիտեք ինչ կա, այո, Տիգրան Ավինյանը սխալ է արել, այս ասում եմ հիմա որ ուսումնասիրեք, համոզված եմ հիշում եք, մեկին մեկ։ Չի լինում այդպես քաղաքական Այնտեղ էլի խնդիր եղավ, նորից նույն էլի կասեմ, սկզբից դնելով քաղաքական գնահատական չի նշանակում հետևի ասածը ճիշտ է։ Մեզ էլ քննադատեք, մենք մեզ էլ ենք քննադատում, եթե այդպիսի խնդիրներ ենք ունենում։ Բայց չի ուզում մեր ժողովուրդը այլևս լսի ստեղ, դուք եսեք, դուք ենեք։ Կարմիր գծեր ունեն բոլորը անկախ քաղաքական հայացքներից, կրոնական հայացքներից կամ չգիտեմ ինչ որ մեկի նկատմամբ հավատից։ Չի կարելի այդպիսի բան անել։ Մեր ժողովուրդը ուզում է լսի կոնստրուկտիվ, ուզում է հասկանալ, վերջերս ազգային ժողովը, որ այսքան բյուջեից գումար է ստանում եւ ծախսում։ Դա վատնում է, թե իրականում արժի է ժողովրդի վրա սա ծախսել։ Այլ պարագայում չի ստացվելու, գիտեք ինչ, մենք դուք մեր կնոպկեքի տեղը գիտեք արդեն։ Մենք ձեր անկեղծ եմ ասում, սենց գործընկերային ես չի պատկերացնի, որ ձեր հետ կխոսեի։ Բայց վերցնել մարդու կնոպկի տեղի իմանալ անդադ սխմել, ժողովուրդ մենք էլ կարանք անենք։ Հավատացած եղեք, երբ որ մեր ֆրակցիան գալիս էր ստեղ, պատրաստ է ամեն ինչի։ Ամեն ինչի, յուր այն մարտահրավերներին, որոնք մեզ կներկայացնեն։ Ամեն ինչի պարոնավորություն են, հավատացած եղեք։ Մենք ամեն ինչով ինչ։ Առաջին տեղից մի արձագանքեք, հիմա պարոն Ղազինյանի պես եք ձեզ պահում։ Ինչ ասեմ, ասեք, հիմա դե արի մնա բարեկրթության սահմաններում։ Բարեկիրթ բան չասեցի, պարոն Ղազինյան։ Պարոն Ռուբինյան, ձեզ կոմպլիմենտ է արել, այսպես վարելու հետ կապված, բայց այս երկու օրը ոնց որ մի քիչ դեպի են կոմ ագել։ Բայց կոմպլիմենտը չէի լսել։ Սուբյեկտիվիզմը ոնց որ ձեր մոտ հաղթում է։ Մի հարց էլ պարոն Գաբրիելյանը դահլիճում չի, ողջունում եմ պարոն Գաբրիելյանի ասածը, մարդկանց դիմել Հայաստանի Հանրապետության անձնագրի մեջ գրված անունով։ Ողջունում եմ միանշանակ եւ մի հռետորական հարց էլ։ Ու եթե պարոն Ռուբինյանը կուզենա պատասխանի, թող պատասխանի։ Մեր բարեկրթության սահմանված այդ նորմերը այստեղ պահպանվելու է անընդհատ, անգամ կառավարության այստեղ լինելու դեպքում, թե ոչ։
Որ ասպես գլխից ասեք իմանանք, էլի, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, բարեկրթության նորմերը ունիվերսալ են։ Կարծում եմ բոլորս համաձայն ենք դրա հետ եւ բարեկրթությունը դահլիճում պետք է պահպանվի միշտ։ Եվ ես ամեն ինչ կանեմ, որ այդպես լինի։ Գեհամ Մանուկյան